Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, մեր հերթական թողարկման օրն է եւ մենք կրկին ձեր ուշադրությանը ներկայացնում Ղազարյան versus Ղազարյան նախագիծը։ Պետրոս Ղազարյանը այս անգամ իր մոտ հյուր է հրավիրել որոշակիորեն անծանոթ, բայց նոր ճանաչման եւ փառքի ճանապարհին գտնվող ՔՊ-ի ցուցակում հայտնված Էդգար Առաքելյանին կմշակենք մեծ հաճույքով։ Բաժանորդագրվեք Հանդիպեքի YouTube-յան ալիքին, հավանեք եւ տարածեք այս տեսանյութը, թողեք ձեր մեկնաբանությունները եւ վայելեք նաեւ այս մշակումը։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Այսօր կզրուցենք քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ։ Բարի երեկո, պարոն Առաքելյան, շնորհակալություն հավելել ընդունելու համար։ Եվ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Քաղաքագետ չէ այդ Պետրոս ջան։ Քաղաքական քաղաքագետ է։ Այսինքն սարի գնել քաղաքագետ։ Այս մեր Մարտունեցի հանճարնել։ Մարտունի հպարտություն։ Նա ելնի քաղաքագետ, ոչ, նա չորս կուսակցություն մտած մարդը տոզ մեզ քաղաքագետ։ Պրոֆեսիոնալները սաղ կուսակցությունների համը գիտի։ Քաղաքական գործիչ, մեր քաղաքական մտքի ասպետ։ Կարգին ներկայացուցիչ, հա, այս մարդը կարիերայում նորմալ ՔՊ-ում պիտի քվեներ ստանա, բան պիտի գալի, մեզ պատգամավոր քաղաքագետ։ Ով ասես հիմա քաղաքագետ է էլի, հա։ Ռոմանոս, չէ, Ռոմանոսը չի, բայց օրենքն նման է։ Չէ, Ռոմանոս։ Այսօր քաղաքացիական պայմանագրում ընտրություններ են ներքին, հա, ցուցակում տեղի համար։ Դուք նույնպես մասնակցում եք։ Ես կարդացի, դե այնտեղ տարբեր մարդիկ տարբեր թվեր ունեն, չէ, եւ նայեցի մի քանի հայտնի ՔՊ-ականներ, պաշտոններ ունեցող, բավական հետ թվեր ունեն 254, 225 եւ այլն, եւ հանրապետականը գրում է, որ սա ծխածածկույթ է, որ հին ՔՊ-ականները այսպես վատ տեղեր են վերցրել 200 քանի երրորդ, 100 քանի երրորդ, որպեսզի ցույց տան, որ իրանք պարզ, հասարակ եւ բարի մարդիկ են։ Այսինքն նրանք թաքնվում են ձեր նորաթուխ անդամների մեջքի ետևում։ Արա Պետրոս, բայց լուրջ եմ ասում, էլի դու իսկականից այդքան բութ ես, հա։ Արա դու այդ ցուցակը որ նայել ես այդ ՔՊ-ի թեգնը, դու իսկականից գխիչ ես ընկել, որ ընդ այբենական կարգով է անազգանունները։ Այսինքն որ կարդում ես A-երեն, հետո գալիս է B-ով ազգանունները, հետո G-ով, հետո ասենց է։ Այսինքն որ դա նայել ես, գխիչ ես ընկել, որ այդ համարները դրած է այբենական։ Պետրոս դու Մեսրոպ Մաշտոցի մասին լսել ես։ Մեսրոպ Մաշտոցը են, որ այբուբեն հեղինակ է էլի, լսած պիտի լսեն, կնիկ այդ որ հանել էր իրանց մասին, իրան նկարը բան այդ այբենարանի առաջի դասարանի դասագրքերից։ Այդ Մեսրոպ որ բանը Նիկոլ Փաշինյանը որ ասում էր որ ինքը պետական պաշտոնյա եղե։ Հա, Արագածոտնի մարզպետարանի կրթության վարչապետ տեղակալ այն վաղտվա։ Բնա մի հատ sense այբենարանա գրե։ Այս այբենարանով դրել են սրանց սաղին համարակալել են։ Իդվար ջան, այդ որ ձեզ համարակալել են, այն դեղին բիրկաներից կպցրել են ականջներից, որ ասենք համարը վեր են գրածել է, բասենք դուք իրար որ տենում եք իրարից ոնց, ասենք հիմա ասենք դատեն դու էլ ես կանգնած Ռոմանոսն էլ է կանգնած։ Իրար նման, հիմա ասենք, բա ոնց իմանանք, Էդգարը որն է, Ռոմանոսը որն է, բա այն դեղին բիրկաներից չեն բաժանեց ես, որ խփեք ականջներին, համարը վեր են գրածելնի, որ նայողը իմանա, ասենք թե ենթադրենք եսի 137-ն է, ենթադրենք, մեկ ասիր որն է, 200 Պետրոսի ասած 260 քանի, որ բանն լինի, ասա თუ այդ համարներից, դա ընդունված է, ամեն տեղ էլ անում են, մեր գյուղում էլ են գյուղատնտեսության մեջ շուտ բանից են անում։ Հիմա ասենք թե պարտադիրամենակ գյուղատնտեսության մեջ էլ լինի։ Կուսակցական ժողովրդավարության մեջ է կարող լինի, ինչ է խաղում։ Կարևոր մարդիկ իրարից տարբեր են։ Դեղին երևացող գույն է, էլի, մթի մեջ էլ է երևում։ Ճիշտ կասես դու դեղին է լինի։ Նախ բոլորը հարգարժան մարդիկ են եւ այն ինչ որ հիմա իրականացնում է ՔՊ-ն, դա բացառիկ երևույթ է Հայաստանի քաղաքական պատմության մեջ, երբ առաջին անգամ
ոչ թե օրինակ, ասենք Սերժ Սարգսյանի նման կարող էր նստել միանձնյա ցուցակագրեր կուսակցության համամասնական, այլ հաշվի են առնում ըստ էության կուսակցական ակտիվին եւ ժողովրդավարական այսպես սկզբունքներով ձևավորում են սեփական համամասնական ցուցակը, ընդ որում այդ ձեր կողմից նշած, չգիտեմ, երբ որ մարդիկ շատ ավելի 200 կամ այլ համարներ ունեն, դա պարզապես այբենական կարգով ընտրված համարներ են։ Ես իմ Այբենականը իմ ազգանունը Արաքելյան է, այդ առումով բախտս բերել է, շատ ավելի բարձր տեղում եմ։ Արա այդ ցավը տանեմ բախտը, դա էլի ված չի որ Արաքելյանը, բայց որ Ալիևը լեր դու ավելի առաջ կլներ։ Որ ազգանունդ քո Ալիևը լներ, Իլգար Ալիև։ Ավելի ցածր բախտդ կբերեր ավելի շուտ։ Էլի բախտդ բերեր։ Եթե ասեք դու ՔՊ-ի ցուցակում քո անունը գրած է, всё, արդեն դու բախտդ բերած մարդկանց մեջ ես։ Պետրոս քո աներձակ բաժանախ վերջը դրանցից մեկին գրիր այդ ցուցակների մեջ դրանց բախտն է բերեր։ Այախ մեկին պիտի բրթեիր եթար էլի, բրթի թոյթա հիմա դրա վախտն է։ Բայց որ Ալիևը լեր այդ վախտ դու կլեիր ախպեր ջան։ Իսկ մյուսներինը Ռուբինյանի բախտը չի բերել, Ռուբեն Ռուբինյանը ըստ էության բավականին ուրեմն 200, հա, եթե չեմ սխալվում։ Ռուբինյանի բախտը չի բերել։ Ասենք օրինակ Ռուբինյանը լներ Սաֆարով։ Լսի Սաֆարովը կա դեր ցուցակում։ Ռամիլ Սաֆարովը։ Իսկականից Պետրոս, Ռամիլ Սաֆարովին ցրան գրել են իրենց ցուցակում։ Անշնորհ բան արած կլինեն եթե դուք այս տարի ՔՊ-ի ցուցակում Ռամիլ Սաֆարովին չգերեք Էդգար Էդի իմացի մի հատ վերին աստիճանի անշնորհքություն արած կլինեք դա Ադրբեջանի ժողովրդի հանդեպ այդքան այնտեղ ինքը հերոսացվի այդքան երկրորդը բերիշ խաղաղ երիշ բարեկը եթե ասենք թե հային կացնահարած մարդը ՔՊ-ի ցուցակում չկա Անձնազոհության գնով գնասա դու քեզ անեն իրան գրեն առաջի համար Եվ այդ առումով բնականաբար ասենք էլի ժողովրդավարություն է գործել ոչ թե մարդիկ որոշել են անձնական ցանկություններով թե ով որ համար ուրեմն հորիզոնականում կլինի եւ դա մեծ առումով ոչ մի բան չի որոշում քանի որ դա ընդամենը այդ ցուցակի համարներն են որը պետքա ընտրողը գա այդ ցուցակով ընտրություն կատարի եւ վերջնական համարները որոշվեն Ծխածածկույց չէ դա ծխածածկույց չէ դա ըստ էության ժողովրդավարության դրսևորում է որ չար են եւ որը օրինակելի է ըստ էության հանրապետականի եւ մյուս կուսակցությունների համար եւ առաջիկայում ընտրություններին մենք կտեսնենք թե օրինակ հանրապետականը եւ մյուս կուսակցությունները ովքեր խոսում են ժողովրդավարության մասին ինչպես են ձևավորելու իրենց ուրեմն համամասնական ցուցակ Լսի իսկ դու որ այն ժամանակ հանրապետականի որ OԵK-էիր OEK-ն էլ հանրապետականի հետ կոալիցիայի մեջ էր ձեր կոալիցիոն գործեն այն ժամանակ ցուցակները ոնց է օրինակ որ OEK-ը ցուցակ էր կազմում էլ այդ նույն ձև էր արվում Արա մի րոպե ինչ OEK-է Պետրոս Արա քեզ բարգավաճում որ գրել էին ցուցակում երկրորդ համար Երևանյա Բայց քեզ այն դերին բանից խփել էին քո ականջին Համարակալու բան, տես քվեարկություն բան արել էին քեզ Բայց այդ ով էր նստե տենց միանձնյա որոշե որ դու պիտի լես երկրորդ համար Հա Այդ կամ անցած ընտրություններին 21 թվին 18 թվին ինչի՞ց էս բաներ չկար է Նիկոլն մենակ էր նստած որոշում Այ քեզ բան Պետրոս հիմա որ քեզ գրել էին երկրորդ համար մի հատ կասես էդի ոնց է մտ parzենք էլ այդ հարցը ասենք ոնց էր եղել այնց որ դու հայտնվել էր ԲՀԿ-ի ցուցակի երկրորդ համարում Մի հատ պարոն Առաքելյանին ասա թող ինքը իմանա ու համեմատի OEK-ի հետ լասա Պարչի ոնց ընդեմ նստում է մի հոգի գրում է որը Դե ես էլ այդ մասին եմ ասում եւ դրա համար զարմանալի է եւ զավեշտ է հիշես Պարզա պարոն Առաքելյան Ձեր մոտելա չէ տենց սաղտ է տենց է չէ էլի Հա Դե ընդհանրապես աքսիոմ է Եթե կուսակցությունը ունի ներքին ժողովրդավարություն նա երկիրը կառավարում է ժողովրդավարական ձև չես կարող ունենալ ներքին ժողովրդավարություն եւ լինես ոչ ժողովրդավար եւ չես կարող լինել ներկուսակցական ողջ ժողովրդավարության բացակայության պայմաններում երկիրը կառավարվի ժողովրդավարական ձևով Այո կուսակցությունների երբ
ընդհանրապես խորհրդարանական կառավարման համակարգում, երբ որ ամենաթերևս կարևոր ինստիտուտներից մեկը քաղաքական համակարգի կուսակցությունն է ու կուսակցություններն են ըստ էության կառավարում երկիրը, շատ կարևոր է կուսակցական, ներկուսակցական ժողովրդավարությունը։ Ճիշտ է, ներքին կուսակցական ժողովրդավարություն շատ կարևոր է Էդգար ջան, բայց ավելի կարևոր է, պետք ձեռը դիր խղճի տասը էլի։ Եթե գնացել ես ՔՊ, արդեն պիտի իմանաս։ Շատ ավելի կարևոր է WhatsApp-ի ներքին խումբը։ Այ որ ընդ վարչապետը կամ վարչապետի գրասենյակից մեկը վարչապետի անունից այդ խմբում մի հատ գրառում անում ու դա վերածվում է ներքին կուսակցական ժողովրդավարության։ Հետո այդ ներքին կուսակցական ժողովրդավարության մոտեցումներով էր որ պետությունն են կառավարում Պետրոս։ Ընդ արդեն WhatsApp-ով էթում է պաշտոնանկությունները, WhatsApp-ով գնում է նշանը, այսինքն մարդը բարձրագույն դատական խորհրդի նախագահը WhatsApp-ով հաղորդագրությունը ստանում է հրաժարականը տալիս։ Քննչական կոմիտեի ղեկավարը WhatsApp-ն նախարարը, ներքին գործերի նախարար, կապ չունի, ազգային ժողովի падգամավորը WhatsApp-ը ստանում է գնում է։ Չի գնում, ոչխարները գալիս են։ Եթե գնար, ոչխարները չէին գա։ Չի գնացել, ոչխարները եկել են։ Էդի կոչվում է ներքին կուսակցական ժողովրդավարություն։ Ոչխարները չէ։ Ոչխարները ելում են այն ժամանակ, երբ որ ներքին կուսակցական ժողովրդավարությունը արդյունավետ չի գործում։ Այսինքն կուսակցության ղեկավարի ասածը կուսակցականը չի անում։ Ընդ արդեն ոչխարները $20,000 վերցած գալիս են։ Շատ լավ, հիմա քանի հանրապետականից խոսած եք, ես հիշեցի, որ սահմանադրությունը մարդու համար, մեկ անձի համար փոխելու նախադեպը սկսվել է հանրապետականից։ Սա երկրորդ դեպքն է, որ խոստանում են, որ սահմանադրությունը կփոխեն մեկ մարդու համար։ Քանի որ Սամվել Կարապետյանը 4 տարի չի եղել, մի քանի երկրի քաղաքացի է, կգան իշխանության եւ սահմանադրությունը նրա համար կփոխեն։ Պետրոս, արա ես քեզ ինչքան վաղ ասում եմ, որ դու եթե հիշողության հետ կապված խնդիրներ ունես, մեղրա ջուր խմի։ Առավոտը մեղրը սիրուն լցում ես ջրի մեջ, գոհ ջրի մեջ, որ հեշտ լուծվի, լիմոնը ճզմի, որ հաճելի լինի։ Մեղրա ջուր խմի, այդ տղա, եթե դու հիշողության հետ դու առը կպել ես այդ ղազախական ցորենին։ Տենեմ ես նա քո վրա ինչ ազդեցություն է թողնում։ Այդ ղազախական ցորենը թարգի մի բաժակ մեղրաջուր առավոտները խմի, որ խմես կհիշես, որ սահմանադրությունը մի անձի համար փոխվել է 2020 թվականին։ Արտակարգ դրության պայմաններում հանրակրվեն չեղարկելով ազգային ժողովի միայն մեկ խմբակցությունը, իմ քայլը խմբակցությունը, փոխել է սահմանադրությունը, ենել են հոդվածները, որ իրավունքը չուներ փոխելու, որը պիտի փոխվեր միայն հանրակրվեով։ Առանց սահմանադրական դատարան ուղարկելու պարտադիր սահմանադրական պահանջի, դա էլ խախտելով, սահմանադրությունը են փոխել մենակ Հրայր Թովմասյանի սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից հեռացնելու եւ ՍԴ 3 դատավորների դատավորի պաշտոնից հեռացնելու համար։ Էսի Պետրոս չի հիշում։ Էդգար ջան, դու հիշում ես էդի։ Դու այն շարժուն բաների չես ստեղծել 2020 թվականին, թե դրանից հետո որոշիր ստեղծես այդ քաղաքական շարժումները։ Դու էլ չես հիշում, ոչ մեկ չեք հիշում էդի։ Էդի մոռացավ գնաց, հա։ Այդ մի հոգու համար մենակ Հրայր Թովմասյանի պաշտոնից հեռացնելու համար սահմանադրություն փոխելը մոռացավ գնաց։ Հիմա նոր այս իշխանը է այ մարդարա մի հոգու համար։ Իդ ով էր այդ սպան լսե։ Տեսեք, սա մեծ առումով զարմանալի չի, երբ որ իրենք հայտարարում են, որ սահմանադրությունը կփոխեն, քանի որ իրենք լինելով այդ նույն հանրապետական ժամանակին նաև կուսակցության անդամ եւ խմբակցության ղեկավար, իրենք այդ քաղաքական մշակույթը կրում են եւ իրենց համար դա նորմալ է, որ գան իշխանության եւ օրինակ Սամվել Կարապետյանի կամ իրենց հորեղբոր համար սահմանադրություն փոխեն, հարմարեցնել հորեղբորը եւ հորեղբայրը դառնա օրինակ ուրեմն վարչապետ։ Սա իրանց համար կրկնում եմ նորմալ երևույթ է եւ մեծ առումով եթե իրան գան իշխանության, փոխել են ոչ միայն սահմանադրությունը, փոխել են օրինակ, չգիտեմ, լեզուն։ Մենք գիտենք, որ Սամվել Կարապետյանը առաջարկում է, որ պետական լեզու նաեւ լինի, հա, ռուսերենը։ Արա սպաս, արա ինչ ես խոսում արա հիմա։ Սամվել Կարապետյանը երբ ասե որ ռուսերենը պիտի։ Ես ինձ որ թվին իր համար կարծիքը հայտնի, երբ որ ինքը քաղաքականության մեջ ընդհանրապես չի զբաղվում, մարդը կարծիք հայտնեն, որում ասել է ոչ միայն ռուսերենը, այլ նաև անգլերենը։
Այդ էլ ոչ որպես քաղաքական գործիչ, ոչ որպես իր ծրագրային հիմնադրույթ։ Բայց եթե դու սահմանադրության մասին գիտես, սահմանադրության փոփոխելու բան, բայց սահմանադրության մեջ էլ ինչ գրած է, պիտի պահպանվի, չէ՞։ Բա Պետրոս, որ սահմանադրության մեջ գրած է, որ հրաժարական տված պաշտոնյան հրաժարական է տալի։ Բա ո՞նց ալում, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է տալի, բայց մենակ վարչապետ։ Համ 18 թվին, համ 21 թվին։ Ասում է ես վարչապետի պաշտոնից հրաժարական եմ տալի, բայց մենակ վարչապետ։ Աշխարհում տես բան չի ել, որ մարդը հրաժարական տա մենակ իր գործին։ Հրաժարական ես տվել, գնա տուն։ Չէ, ինքը վարչապետ։ Բայց ի սահմանադրության մեջ է։ Բայց այս սահմանադրության մեջ գրածը չի պահպանվում, էլ ինչ կապ ունի, ինչ է գրած։ Էլ ինչի եք մտածում, փոխեք, չփոխեք, ընդհանրապես պետք։ Մեկ այդ կարելի է խախտել։ Հենակ խախտն էլ փոխը մեն, ինչ որ տեղը ծախսեք անում, արա հեն այդքան ծախսարին արա։ Կպրզնիկ է թարելի մետ, խախտեք պրծեկելի մետ հետևի, ով է գալուց է սպանասի Էդգար ջան, ասեք հիմա, որ առավոտից իրիկուն դրա սահմանադրությունը խախտում եք, ով է ձեզ այդքան ժամանակ մի բան ասը, հիմա էլ կխախտեք, փոխելու մասին մի էլ մտածեք, այն բանը մեր ձևովին էլ ասա, ոչ է պետք է փոխեք աղբեր, խախտենք էդ էլի, սաղսեք խախտենք։ Մյուս կողմից մեծ առումով փոխվելու նաև պետության անունը եւ ըստ էության մենք չի բացառվում, որ առաջիկայում եթե իրենք իշխանության գան, լինենք ոչ թե Հայաստանի Հանրապետություն, այլ դառնա, ասենք, Հայաստանի գուբերնիա, այսպես շարունակ։ Մի րոպե, ապուշ բաներ մի խոսա։ Հայաստանի գուբերնիա դառնալու, Հայաստանի գուբերնիա այդ անվանումը ես առաջին անգամ քեզնից եմ լսում։ Այդ մասին ոչ մեկ ոչ խոսել է, ոչ թե բան ասել է, ոչ էլ որևէ մտքով անցել է։ Բայց որ դուք մենակ իշխանության Հայաստանի անունը փոխվելու է ու դրա անունը դրվելու է Արևմտյան Ադրբեջան, դա լսել ենք։ Դու լսել ես Պետրոս։ Ալիևն ասել։ Ասում է, որ դա մեր պատմական հողերն են, մենք ընդ պիտի վերադառնանք, պարտադիր չի որ մենք ընդ վերադառնանք տանկերով։ Կարան գնանք նաև մեքենաներով։ Այս վերջերս Արեգը մի խմբականակ էլի բերել էր։ Ու ասում է այդ պետության անունը պիտի լինի Արևմտյան Ադրբեջան։ Եթե հիմա դուք գաք իշխանության, Արցախը ոնց էլ Արցախ չի, չէ՞։ Չի կա, նույնիսկ գեղարվեստական ստեղծագործություններում դա չի կարա կոչվի Արցախ, չէ՞։ Փոխվավ անունը այդ պետություններ ուներ անուն Արցախի Հանրապետություն, հիմա վերացավ անունն էլ չկա, փոխվավ անունը։ Հիմա, երբ որ դուք մենակ իշխանության, Հայաստանի գուբերնիա չի լինելու է Արևմտյան Ադրբեջանի Հանրապետություն։ Կմնաս ապրես այդ Արևմտյանը, դու կմնաս, չէ, կուրռոների հետ լավ էլ ընկերություն կանեք դուք։ Ասես որ Ռոմանոսն է մնա, իրար հետ ելնեք։ Դե ստեղ իրանց խոսքը գործի հետ բռնում է, մարդը ասում է կուշտ պետք է լինեն, այն ժամանակ արդեն կուշտ էին։ Այն ժամանակ կուշտ էին։ Դե հաշվի առնելով հետ գցած կապիտալը, հա, հաշվի առնելով ախորժակը չէ։ Պետրոս հələ մի բան հարցնեմ էլի քեզ։ Լսի քեզ բարգավաճում սոված են թողե։ Դու եմ վատ որ այդ կենտրոն հեռուստաընկերությունը բանում աշխատում է, քեզ չեն կերակրել։ Կուշտ չես էլ է դու։ Արա բայց քո տեսքից չի երևում է որ դու պիտի սոված մնա։ Կարող է փորդ կշտացել է, աշկդ չի կշտացել։ Դու ինչ ես սոված մնացել յետը։ Բա ու եկես եղե, արա, ու եկի պատգամավորի օգնական ես եղե։ Բասին ընդ բան են բաժանում են հայասի մուրա բաներից են բաժանում, ինչ են բաժանում։ Բլա մե բանկա էլ քեզ չեն տվել որ դու դեր կշտանայիր։ Ինչ եք սոված մնացել արա դու կարա։ Հա? Հիմա կշտա, հիմա լսել ես որ ԿՊ-ին պրեմիա են տալի, որոշել ես այդած դառնաս դեպուտատ, որ 3 միլիոն քեզի դեկտեմբերին բանտան, այդած ուտես կշտանաս։ Պետրոսն է դե հիմա արդեն զատիրա տարեկան 44 միլիոնի հարցը լուծել, նստել է կանիգնալանդից իր միլիոններն է ստանում։ Սոված են արա թե սրանք երեկանը կշտացեք էլ արա։ Իշկան ախեշ զոնքան չէ ախեշ կնիկ էլի տեսել է աշկը չի բերել լցել եմ մարազիրկեն են տեսել ենք այն հաղորդման մեջ ներփեշիկներն էլ էր բերե խոզի միսնել էր բերե դե կշտացի էլի արա Այստեղ մի հետաքրքիր հանգամանք էլ կա, երբ որ օրինակ Սամվել Կարապետյանի զարմիկը այդ նախկին նախագահներին ըստ էության համարում է, որ անկուշտ մարդիկ էին կամ սոված մարդիկ էին, ովքեր եկան իշխանության եւ հիմա ըստ էության առաջին անգամ պետքա կուշտ մարդ գա իշխանության։ Չէ, ապեր, դու ոնց որ լավ չես հասկացել։ Արա Պետրոս, քո խելքի մարդ ես ճարե։
Այդ որ դու գիտես, որ մի բանը լավ չես հասկանում, դրա համար ես եկել Պետրոսի մոտ հարցազրույցի, գիտես, չհասկացողների տեղն է։ Ասել ես, դե Պետրոսն է քանի որ չի հասկանում, այդ հանգ Պետրոսի հետ չհասկանանք։ Լսի, Նարեկ Կարապետյանը չի ասում, նախորդ նախագահները կուշ չեն։ Նարեկ Կարապետյանը ասում է, որ դուք կուշ չեք։ Սոված եք եղել, անտեր եկել է, պանի տեղ չեք եղել, չնայած դու վարդերի գիցես, չէ՞ մարդուն։ Արա ինչ դու պիտի կոնե կարտոշկան կերածել էիր։ Դու ինչ ես սոված, դու ինչ ես սոված մնացել, արա։ Աշկը տնչես դեր այդ 2 կոպեկ պրեմիայի վրա, որ եթե ասնդել ես դեպուտատ առանց աշխատելու, փողը ստանաս, տանես ուտես։ Գնա գյուղ կարտոշկա ցանի։ Դες հիմար բաներով զբաղվելու փոխարեն երկիրը դավաճանելու։ Ինչքան հող մնացել է, գոնե գնա ցանի, արա։ Բայց ես չեմ կարծում, որ իրանք հենց այդպեսին են, քանի որ այդ ամբողջ 20 տարիների ընթացքում իրենք ըստ էության չեն տարբերվել այդ քաղաքական համակարգը ներկայացնող անհատներից եւ անձերից։ Շատ լավ, գանք կարևորագույն խնդիրներին, Վենսի այցից հետո ես այսօր էլ լսում էի քոչանականները եւ ոչ միայն, բայց նրանք ընկծված ասում են, որ սա Իրանի դեմ է։ Այ ԱԹՍ-ն նոր տեխնոլոգիաները, որ Միացյալ Նահանգները տալիս են, դա մեր պաշտպանության համար չի։ Դա Իրանին հետախուզելու համար, այսինքն նրանք բարձրաձայնում են, ուզում են համոզեն Իրանին, որ մենք հակաիրանական դիրքորոշում ունենք։ Տեսեք, եթե Հայաստանը այլ հակառակորդներ չունենար ու միայն այս շրջանակները լինեին, դա ըստ էության բավական էր, քանի որ միայն Հայաստանի մեղմ ասած հակառակորդը նման ուրեմն դեզինֆորմացիա կտարածի, որ Հայաստանը այդ նույն հաջողությամբ մյուս տեղերից ձեռք բերած զենքերն էլ կարող են ասել, էլի Իրանի դեմ է կամ Վրաստանի դեմ է։ Լսի, հələ մի բան հարցեմ քեզ, բայց այդ զենքերը, եթե Իրանի դեմ չի, բան չի, բայց կարաս ասես ում դեմ է։ Եթե զենք է ձեռք բերում Հայաստանը, եթե ձեռք է բերում, ում դեմ պիտի կիրառի։ Ադրբեջանի։ Ու այդ խելքով դու գնացել ես մտել ես ՔՊ, հա? Գնացել ես մտել ես ՔՊ, հələ ուզում ես որ ՔՊ-ականներն էլ քեզ ձայն տան դու ես դեպուտատ։ Արա Ադրբեջանը այդ խաղաղություն պիտի լի ՔՊ-ում։ Մի զենք։ Այ Իրանի դեմ ջանդամն է լի։ Մնացածի սաղի դեմը ջան վերացիներ է դու, բայց Ադրբեջանի դեմ քո մտքով անցնում է որ Հայաստանը զենք է ձեռք բերում, հակառակը զենք է ձեռք բերում, տենավ ադրբեջանցիները հարձակվել են հայերի վրա։ Շուրտան զենքը իրանք իրաց կողմից արա ՔՊ-ականներով մի հատ հայերի հախիցը գան։ Մատ վերջնական։ Բայց ոնց կլի։ Բայլուն դեմա։ Պատերազմ է ուզում։ Պատերազմի կուսակցություն։ Ընդ որում սրանք այս դրոնները մասնավորապես հենց պատկանելու են կամ գտնվելու են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության նրա բալանսի վրա է, ոչ ոք չի կարող Հայաստանի փոխարեն դա իրականացնել։ Մենք տեսել ենք, որ ոչ միայն այս դրոնների հետ կապված, հա, նաև այլ հարաբերությունների հետ կապված իրենք փորձում են ցույց տալ, որ Հայաստան Միացյալ Նահանգներ, Հայաստան Արևմուտք, Հայաստան Հնդկաստան եւ այլ հարաբերությունները դրանք ուղղված են, չգիտեմ, Իրանին, դրանք ուղղված են Ռուսաստանին, դրանք ուղղված են երրորդ պետություններին ու ցավալին նա է, որ այս շրջանակները, երբ որ Հայաստանը որևէ սուվերեն քայլ է կատարում, իրանց չի հետաքրքրում դա Հայաստանի շահերից բխում է, թե չի բխում։ Իրանց հետաքրքրում է առաջին Ռուսաստանի շահերին համապատասխանում է, թե չէ, Իրանի շահերին համապատասխանում է, թե չէ, չգիտեմ, Վրաստանի շահերին համապատասխանում է, թե չէ։ Իրանց բանն էլի, իրանց գործը դժվարացրել են էլի Պետրոս։ Մի գորոշում կայացնելուց պետք է նստեն մտածեն Իրանի շահը ոնց է, Ռուսաստանի շահը ոնց է, Վրաստանի շահը ոնց է։ Հեն այ աղբերջանները սրանց նման էլ եկել, ասա ուղեղները տանջատեք։ Նայում եք Ադրբեջանի շահը ոնց է, ոչ էլ նայում եք իրանք զանգին կասեն էլ։ Ադրբեջանի շահը ոնց պահանջում է տեցել անում եք պրզ մեկել Իրանից որն է, Վրաստանից որը մեկել է մյուսն է որն է։ Ադրբեջանի շահը մարդը զանգում ասում է, էս է իմ շահը, էս պիտի անենք։ Վերջ, անում ես պրզնում ես։ Անգել են խառնվել են Իրանի ինչ կմտածի, Ռուսաստանի, Վրաստանի, ջանդամն են դրանք սաղ։ Մենք այսօր Ադրբեջան ունենք արդեն։ Թուրքիա ունենք։ Վերջացավ գնաց։ Պարս, այն ամենա պարս լուծումները թողած, գնացել են, ընկել են, ինչ գործ ունենք մենք մնացածի հետ։ Ադրբեջանի շահերը վերջացավ։
նոր միայն վերջում իրանք կարող են մտածել Հայաստանի շահերի մասին ու այս տեսանկյունից ես միշտ նշում եմ, որ հիմա մենք պետքա որպես պետություն Իմիջայլոց ասեմ քեզ, հիմա գառնանային ակցիաներ կա։ Երկու հատ ադրբեջանական շահ, որ սպասարկում ես, մի հատ թուրքական շահ անվճար։ Տեսեք, վերջերս պաշտպանության նախարարությունը եւ նախարարը հրապարակեցին Հնդկաստանից գնված զենքերի մի մասը, ինչպես նաեւ մեր պաշտպանական կառույցները, հա, տեսաերիզով բավական մանրամասն։ Ես չտեսա այդ Facebook-յան այդ ռազմահայրենասերների մեջ այդ ողջավորությունը։ Հա որ այդ զենքեր են գնել։ Լսի, բայց Facebook-յան հայությունն չի պիտի ողջավորվեր։ Դատախազները պիտի ողջավորվեն, քնիչները պիտի ողջավորվեն, ասեն ախպեր ջան գործը կպե։ Պաշտպանության նախարարը ռազմական բնույթի տեղեկություններ է տարածում։ Դրան հետ միասին պիտի Ադրբեջանի ռազմական հետախուզության տղերք ողջ ասեն, ախպեր բան չունենք անելու։ Հայաստանի պաշտպանության նախարարը այն ինչ որ մենք պիտի ծախսանենք, ջան գործադրենք, հետախուզական տեղեկություններ, մարդը դրել է սա ցույց է տալի։ Հնդկաստանից զենքեր են առել, հանել են, փռել են արևի տակ, ախպեր ջան, նայեք, էսի պարամետրերը, զենքի բաները, տեսեք քանակները։ Ջան կողմից նշած այդ ռազմա հայրենասիրական այդ Facebook-յան որոշ շրջանակներ մշտապես խոսել են, որ կամ ասել են, կամ տարածել են, որ այ Հայաստանը չի զինվում, Հայաստանը զենք չունի, Հայաստանը պաշտպանական կարողություններ չունի։ Արասուտեն ասում, այ ախպեր տեսել ենք էլի Պետրոս, հələ դու հնդկական զենքերն ես ասում։ Էդգար ջան հիշի նոյեմբերի 9-ին կապիտուլյացիայի օրը, որ Ադրբեջանում ռազմական շքերթ էր Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի զորքերի մասնակցությամբ։ Վարչապետը ցույց չտվեց են էլեկտրական չալոն։ Հայ ախպեր մեր բանակի այսօրվա դրությամբ Պետրոս ասում է մեր զինվորների նոր բարեկամը։ Էլեկտրական ռոբոտ շունը ախպեր այսօր մեր բանակը Պետրոս։ Էլեկտրական չալոնի, արա տես բան եփեր, արա տես բան ում մտքով կասեն, որ մեր բանակը մեր սպառազինությունները համալրվել է էլեկտրական չալոյով։ Ինչի մասին է խոսքը։ Պաշտպանված երկիր ախպեր համ շունը արդեն ինքը պաշտպանելու բան ունի, չէ, խորհուրդ ունի բան։ Դրա հետ միասին նաև ժամանակակից 21-րդ դարի մոդեռն աննախադեպ տեխնոլոգիաներով։ Ու չեն էլ ողջավորվում այդ Facebook-յան ռազմահայրենա։ Նախ դաշների առաջ վարչապետը տեսանյութը դնում է, շունանդ է, էթում է, գալիս է, բան։ Ոչ ողջավորվում, ոչ մի չի ողջավորվում։ Չուզողություն էլի։ Ես շատ եմ լսում, այ ընդդիմադիրը ասում է, հա, լավ է, բայց արժանապատիվ չի։ Գիտեք, արժանապատվության այդ բառը շատ է օգտագործում այդ մարդկանց կողմից ու երբ որ մենք փորձենք էլի հետ գնանք այն ժամանակները, այդ տեսեք ասում են, հենց որ մի բան ենք ասում, հետ է գնում տեսեք, անցյալի մասին ոնց են ասում։ Այո, ընտրությունները կեղծվում էին, այո, թալան կար, այո, արդարադատություն չկար, այո, զորբայություն կար, այո, փող էին ուտում, բայց արժանապատիվ էինք նայում աշխարհին։ Այդ ինչեր է կարը, արա։ Այդ ինչեր է ասում Պետրոսը։ Այդ վաղ դու եկեիր, ՕԵԿ այդ վաղ կոալիցիայի մեջ էր, բայց այդ ինչեր է կարը, արա։ Էս ինչ ասում Պետրոսը, արա։ Ուրեմն թալանել եք, գրփել եք, կեղծությունները կեղծել եք, հենց մատել եք նստել եք, էս ինչերից ես խոսում դու։ Արա ոչ թե թալանել, բայց դու ինչ էիր անում ընդ Պետրոս։ Բայց քո ասած ժամանակաշրջանում ԲՀԿ-ն կոալիցիայի անդամ էր, դու կենտրոն հեռուստաընկերությունում նստած ինձ էիր գովում։ Արա նա ծեր արածները հիմա բերել եք դրել եք ուրիշների վրա, դուք։ Կոալիցիոն գործընկերներով։ Տեսեք, պարտությունը դա զուտ պատերազմը չի միայն, պատերազմը արձանագրում է իրողությունները։ Պարտությունը սկսվել է այն ժամանակ, երբ որ օրինակ, չգիտեմ, Ռոբերտ Քոչարյանը ԺԵԿ-ի այդ խտով եկավ դարձավ
չգիտեմ, նախագահ, հետո տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը, հետո տեղի ունեցան կեղծված ընտրությունները, հետո տեղի ունեցավ մարտի 1-ը, այդ Հա, այսինքն բանը 44 օրյա պատերազմի ժամանակ մենք չենք պարտվել։ Պարտությունները այն ժամանակ ա եղել, ժեկի թղթով ա եղել, արա իմաստուն էլի Պետրոս, արա դա ասում ես էլի։ Ինչ հպարտություն է այս մարդը պատկերացնում ես, ամբողջ մարդու, մենակ Վարդենի գյուղը չէ, ամբողջ տարածաշրջանի համար, մեր ամբողջ համային հայության համար, ասես մտածող մարդ էլի, խելոք արա դե կան էլի Պետրոս, կան, իսկապես տղեր կան էլի, որ այսօր կարան էլի իրանց մտքով, իրանց ճիշտ դատողություններով, իրանց խելոք են էլի, դե հիմա ինչ կարաս անես, խելոք է էլի, խելոք։ Ռուսները նաև մեզ խոստանում են լավ ատոմական կառուցել, էժան ատոմական կառուցել, ամեն ինչ կառուցել, ապաշրջափակել, այսինքն այդ մարդիկ մեզ ասում են ամեն ինչ կանենք, որ ինչը խնդիր է, ինչի ենք մենք հրաժարվում։ Պետրոս, ռուսները չեն խոստանում, որ պիտի ատոմական կառուցեն։ Պետրոս, ռուսները այդ ատոմակայանը կառուցել են։ Հիմա Հայաստանի տարածքում, որ Մեծամորի ատոմակայանը կա, դա իսպանացիները չեն կառուցել, ոչ էլ մոնղոլներն են կառուցել, ոչ էլ թուրքերը, ոչ էլ ադրբեջանցիները, ոչ էլ ամերիկացիները։ Այդ ատոմակայանը ռուսներն են կառուցել։ Ռուսները կառուցել են, հիմա էլ, նույնիսկ հիմա այս պայմաններում օգնում են, որ դա շահագործվի, շահագործման ժամկետը երկարացվի։ Հետն էլ ասում են, եթե դրա շահագործման ժամկետը ավարտվի, մենք պատրաստ ենք գանք նորը կառուցենք։ Այն նույն ռուսները, որոնք Թուրքիայում են ատոմական կառուցում, ուրիշ երկրներում են կառուցում, ասում են, ձեր համար էլ ենք պատրաստ, եղածը հերիք չի կառուցել ենք, մի հատ է կառուցել։ Դա նոր բան չի։ Ռուսները մեզի խափում են, էլի ասում են, կարան գանք ամերիկացիները մի հատ անես մոդուլային ատոմական են խոստացել, որ ըստ իրանց երկրում չկա։ Տենը մեզ էլ մարդկային են Պետրոս։ Իրանք հələ չունեն։ Իրանց երկրի օրենքով արգելված է, որ իրանց երկրում դրանից հլի։ Բայց մեզ ասում են, որտե բարակաթոն դե կտրվի ախպեր, հալալ էլի ձեզ տարեք ախպեր, մենակ թե 9 միլիարդ դոլարը բերեք տվեք տարեկա։ Հաշվենք թե չի էլի։ Այդքան բան չկա դու հետ էջել։ 9 միլիարդ մենակ բերեք տվեք, տարեք ախպեր ջան։ Տարեք, հալալ էլի ախպեր։ Բա։ Տեսեք, ռուսները մեզ ասում են, որ մեզ զենք կտան, եւ մենք դրա համար վճարել ենք ու ըստ էության մինչև հիմա այդ զենքի զգալի մասը Հայաստանում չէ, ընդ որում գումարը վերցրել են, ոչ իմանալով որ գումարն է հետ վերադարձել, ոչ էլ զենքն է տրվել, ու ես որպես նաև քաղաքագետ Լսի, դու որ քաղաքագետ ես, բա ռազմատգետ ես, բա որ մենակ 44 օրյա պատերազմում, այդ 44 օրվա ընթացքում, միայն 6 միլիարդ դոլարի զենք եք վարի տվել, ու ինչ էլ մնացել է, տարել եք, հանձնել եք Ադրբեջանին, 6 միլիարդ դոլարի, բայց զենքերը օժիտի հետ են բերել ձեր տուն, հա, նվեր է ստացել ինչ-որ մեկից, պապական ժառանգությունը տեր քո տվել էիր հայ ժողովրդին, բա որտեղից էր եկել այդ զենքերը, եթե ռուսները մեզ մինչև հիմա զենք չեն տվել։ Հայ Պետրոս արա։ մտահոգություններ ունեմ, որ ինչ որ պահի նույն էլի պատմությունը կարող է ուրեմն տեղի ունենալ ատոմակայանի հետ կապված։ Այդ բարձա, տեսեք, մեզ 20 տարի խափում ասում են, որ ռուսները նաև Ղարաբաղը կպաշտպանեն, որ նրանք մեր անվտանգության երաշխավորն են, եղավ են ինչ եղավ, ոչ են պաշտպանեցին, ոչ էս պաշտպանեցին, ճիշտ է, հիմա ասենք ընդդիմադիրները ասում են ռուսները մեղավոր չեն, մենք ենք մեղավոր, բայց գուցե այդ մարդիկ սխալվել են եւ հիմա հասկացել են։ Պետրոս, մի հատ իսկ կարաս ասես, դու որտեղ ես տեսել գրած, որ ասել են, որ ռուսները մեր անվտանգության երաշխավորն են։
Արա մի քիչ վեր էդ աշխատել, արա երկու բառը կարդալ այդ անտերը արա։ Հələ մի հատ բացի Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն։ Մեր պետության անվտանգային հայեցակարգային փաստաթուղթը դա է։ Հələ մի հատ խնդրում եմ, կարդա բեր կողիմ աշկը։ Տենա մնդե որտե է գրած, որ ռուսները հանդիսանում են Հայաստանի անվտանգության երաշխավոր։ Ուզում ես ես ընդից կարդամ բերեմ կողեմ աշկը, որ գրած է Հայաստանի անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետության զինված ուժերն են։ Հիմա այդ զինված ուժերի համալրումը, զինված ուժերի կադրային պատրաստումը, զինված ուժերի սպառազինությունների ձեռքբերումը, ոնց է արվում, ինչ համագործակցություն, սա գրած է։ Որտեղ է գրած եղել, որ ռուսները պիտի Ղարաբաղը պաշտպանեն։ Գրած է Ղարաբաղի անվտանգության երաշխավորը Արցախի Հանրապետության պաշտպանության բանակն է։ Որտեղ է գրած եղել, որ ռուսները Արցախի երաշխավոր են անվտանգության։ Դու չարեցին։ Դու էլ ես սրա խելքին արա։ Դե սրա խելքին չլերես թե ինչ գործ ունեիր։ Չեն ասում, որ մենք սխալվել ենք եւ այդ մարդիկ իրանց քաղաքականության մեջ իմ տպավորության ոչ մի բան չեն փոխել, երբ որ մենք լսում ենք էլի շատ ռուս պաշտոնյաների, ռուսական պաշտոնական լրատվամիջոցներով հնչող ուրեմն Հայաստանի եւ Հայաստանի իշխանությունների հասցեին հնչող այդ արտահայտությունները, ապա հասկանալի է, որ Ռուսաստանը ըստ էության չի փոխել իր քաղաքականությունը, չի զղջացել, չի գտնում, որ ինքը որևէ սխալ բան է արել Հայաստանի Հանրապետության հետ կապված եւ հետեւաբար ես կարծում եմ, որ տեսեք կապված ատոմակայանի հետ Հայաստանի կառավարությունը հստակ հայտարարել է, թե իրեն ինչ ատոմակայան է պետք։ Մի րոպե, դու փաստորեն ռուսական լրատվամիջոցների, նրանց մեկնաբաների լսում ես, հա, որ իրանք Հայաստանի մասին բաներ են խոսում։ Բա Հայաստանի պետական լրատվամիջոցների խոսացածը չես լսում։ Բա Պետրոսի մոտի հարցազրույց, ասենք օրինակ Պետրոսի մոտ, որ դու այսօր հարցազրույց ես եկի, էդի լսելու ես գոնե։ Քո հարցազրույցը Պետրոսի հետ, թե դու ինչեր ես խոսում Ռուսաստանի մասին։ Պետրոսի հետ միասին։ Ինձ որ լսես, ապեր։ Իմ խորհուրդը որ լսես, այս Պետրոսի հետ հարցազրույցները մի նայի։ Մի քիչ ոտդ կախես գցում, 3 շաբթի եւ ուրբաթ 23:00 Antifake-ի YouTube-յան ալիքով նայում ես Ղազարյան versus Ղազար։ Այսինքն Պետրոսի հետ հարցազրույցների այս տարբերակը որ նայես, համ բավականություն կստանաս, համ էլ կհասկանաս, թե ճիշտը որն է, սխալը որն է։ Եղավ, Պետրոսին էլ չլսես։ Մի քիչ ոտդ կախկցի, այս տարբերակով լսի։ Պայմանավորվեցինք։ Ապրես։ Եվ վերջում ինչ տեղ եք ակնկալում, որ ցուցակում կլինեք։ Ես շատ չեմ կարող խոսել այդ մասին, գնում են ժողովրդավարական ընտրություններ եւ մեր գործընկերները, պատվիրակները ինչպես կքվեարկեն, այդպես կլինի։ Այդ ցավը տանեմ, ինչ քվեարկել քեզով անդե քվեարկելու, քեզ խո չեն տարեն դե որպեսի քվեարկեն։ Տարել են ընդ որ տես ֆոն ստեղծեն, մանեկենի պես բաներ եք էլի դուք ընդ։ Տարել են որ ֆոն ստեղծեն, իրանք ընտրեն, բայց քեզով պետք է ընտրի արա դու Են մի հատ արտահայտություն կա, չէ, Պետրոս, էշ նահատակ։ Քեզ տալ են որպես քաղաքական նահատակ, որ տանեն ընդ ցույց տան մի երկուսիդ, իրանք ընտրեն։ Այնպես որ բան կանես, այդ դեղին բիրկա եթե տվել են, փոքի գցի այդ տղա ջան, մեղքես։ Գնա նորմալ գործով զբաղվի։ Գնա գյուղ կարտոշկա ցանի, մի բանի օգուտ դու։ Դες չի կարելի այդքան վնաս։ Օրինակ եթե դու կարտոշկա ցանես, ահագին օգուտ կտաս։ Իսկ որ դա չես անում, այսքան վնաս ես տալի, չի կարելի։ Եթե այս գործով կզբաղվես։ Շնորհակալություն